Օտարություն է առաջանում այդ ընտանիքի մեջ։ Ընկերը նրա համար է, որ դու միշտ խոսես իր հետ, նեղության ժամին, տխրության ժամին, ուրախության ժամին, ոչ թե թողես հետո։ Մեր հայ ընտանիքի մեջ վատ սովորություն կա, ամեն ինչ թաքցնում են իրարից, հանկարծ չիմանա, հանկարծ չնեղվի, հետո որ առիթը գալիս է 10 անգամ ավել ասում ենք ու քանդում ենք ամեն բան, ինչը որ երկար ժամանակ գեղեցիկ թաքցրել ենք, որ մեր կողակցին չտխրեցնենք։ Երկրորդը բարեկամությունն է տղամարդու եւ կնոջ մեջ։ Տղամարդն ու կինը բարեկամ են, այսինքն իրար բարին կամեցողն են։ Մինչև ամուսնություն, մինչև խորանի առջև կանգնելը տղամարդն ու կինը ազատ են։ Բայց ամեն մեկը որ գալիս է կանգնում խորանի առջև, իրենք իրենց ազատությունն են զոհաբերում իրենց սիրելիին երջանկացնելու համար։ Եվ այդ ճանապարհին դու ոչինչ չպետք է խնայես, եթե նույնիսկ քո կողակիցը քեզ մի օր կարող է նեղացնել, բարձր խոսել, խնդրանքը չկատարել, մի բան կիսատ թողասինել,